Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ելույթ ունենալով դեպի նոր աշխարհակարգ թեմայով համաժողովում անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերություններին։ Նա Հայաստանին կոչ արել ժամանակ չկորցնել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում եւ կրկնել է Հայաստանի սահմանադրության փոփոխության պահանջը, նշելով, թե իբր այն տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։ Ալիևի խոսքով, եթե Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրեն խաղաղության պայմանագիր, ապա դա կարող է ազդանշան դառնալ համագործակցության մեկնարկի համար։ Հայաստանի հետ որևէ տնտեսական ինտեգրման մասին խոսելը վաղաժամ է, իսկ արագ բարեկամանալն անիրատեսական, սակայն առաջին քայլերը հնարավոր է անել, նշել է Ալիևը։ Նա շեշտել է, որ վրացական կողմը մի քանի նման նախաձեռնություններ է առաջարկել, որոնց Բաքուն դրական է արձագանքել, եւ այժմ սպասում են Երևանի պատասխանին։ Խոսքը լրագրողների փոխայցելությունների եւ անդրսահմանյան գետերի հարցով համատեղ քննարկումների մասին է, նշել է Ադրբեջանի նախագահը։ Նրա խոսքով Հարավային Կովկասում բաժանարար գծեր գծելու երրորդ կողմերի փորձերը հաջողություն չեն ունենա։ Իր ելույթում Ադրբեջանի նախագահը նաև նշել է, որ Բաքուն փաստաթղթեր է պատրաստում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին հանձնելու համար, կապված Ադրբեջանում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության անօրինական գործունեության հետ։ Ադրբեջանի գլխավոր դատախազության նախաքննության պարզվել է լայնածավալ հակաադրբեջանական գործունեության, ներքին գործերին միջամտություն եւ կառավարության աշխատանքը խաթարելու փորձեր, նշել է Ալիևը, հույս հայտնելով, որ այդ փաստերի հիման վրա ադրբեջանական կողմը քայլեր կձեռնարկի ԱՄՆ ՄԶԳ-ի եւ նրա ղեկավարության նկատմամբ։ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների պատվիրակությունները ապրիլի 10-ին Ստամբուլում կքննարկեն երկու երկրի դիվանագիտական առաքելությունների աշխատանքը։ Հանդիպման օրակարգում ներառված չեն քաղաքականության, անվտանգության եւ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր։ Ճեպազրույցում պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը հայտարարել է, որ բանակցությունները նվիրված են բացառապես երկու երկրի դեսպանատների աշխատանքին։ Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարարությունից հայտնել էին, որ Ստամբուլում խորհրդակցությունների երկրորդ փուլում ռուսական պատվիրակությունը կգլխավորի Վաշինգտոնում դեսպան Ալեքսանդր Դարչիևը, իսկ ամերիկյան պատվիրակությունը պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Սոնատա Կուլտերը։ Նախորդ ռուս-ամերիկյան խորհրդակցությունները տեղի են ունեցել Ստամբուլում փետրվարի 27-ին։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիան հայտարարել է, որ Կիևը հստակեցրել է Միացյալ Նահանգների հետ հանածոների վերաբերյալ համաձայնագրի տեքստի իր տարբերակը։ Նա նաև հայտարարել է, որ ուկրաինական կողմը վերջնական տեսքի է բերում բանակցային խմբի կազմը, որը շուտով կմեկնի Վաշինգտոն ամերիկյան կողմի առաջարկած համաձայնագրի տեքստի առարկայական քննարկման համար։ Սիբիան ընդգծել է, որ ապագա համաձայնագիրը պետք է լինի փոխշահավետ, համապատասխանի կողմերի շահերին եւ չպետք է հակասի Ուկրաինայի եվրաինտեգրման քաղաքականությանը։ Ուկրաինական դիվանագիտության ղեկավարը նաև հաստատել է, որ գործընթացին աջակցելու համար բանակցային թիմում ներգրավվել է առաջատար իրավաբանական ընկերություններից մեկը։ Չինաստանը ցանկանում է առևտրային գործարք կնքել Միացյալ Նահանգների հետ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ելույթ ունենալով Հանրապետական ազգային կոմիտեի համար դրամահավաքի միջոցառմանը։ Նա ընդգծել է, որ Վաշինգտոնը 104% մաքսաթուրքեր կսահմանի չինական ապրանքների վրա, քանի դեռ Պեկինն առևտրային գործարք չի կնքել Միացյալ Նահանգների հետ։ Կարծում եմ, ինչ-որ պահին նրանք գործարք կկնքեն։ Նրանք ցանկանում են դա անել, պարզապես չգիտեն, թե ինչպես սկսել, քանի որ շատ հպարտ են, ընդգծել է Թրամփը։ Սպիտակ տան մամուլի քարտուղարն էլ վստահեցրել է, եթե Չինաստանը ձեռք մեկնի, Թրամփն ընդառաջ կգնա։ Նա հաստատել է, որ Միացյալ Նահանգները Չինաստանի համար 104% մաքսատուրք կսահմանի չորեքշաբթի առավոտյան, եթե Պեկինը չվերացրեց իր պատասխան մաքսատուրքերը ամերիկյան ապրանքների վրա մինչև Թրամփի սահմանած վերջնաժամկետը։ Ոչ ոք չի հաղթում առևտրային պատերազմում, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, նախազգուշացնելով զարգացող երկրների համար լրացուցիչ մաքսատուրքերի կործանարար ազդեցության մասին։ Առևտրային պատերազմները չափազանց բացասական են, ինձ հատկապես անհանգստացնում են ամենախոցերի զարգացող երկրները, որոնց վրա ազդեցությունն ավելի կործանարար կլինի, հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղարը։ Իր ելույթում Գուտերեշն անդրադարձել է Գազայում տիրող իրավիճակին։ Նա մերժել է Գազայի հատվածում օգնության մատակարարումները վերահսկելու Իսրայելի նոր առաջարկը։ Թույլ տվեք հստակ ասել, մենք չենք մասնակցի որևէ պայմանավորվածության, որը չի հարգի մարդասիրական սկզբունքները՝ մարդասիրություն, անաչառություն, անկախություն եւ չեզոքություն, ասել է Գուտերեշը լրագրողներին։ Գազայի հատվածը սպանության դաշտ է եւ խաղաղ բնակիչները գտնվում են մահվան օղակում, նշել է Գուտերեշը, հավելելով, որ անկլավ մարդասիրական օգնության մուտքն արգելափակված է։ Մերի Ներսիսյան, լուրեր։